Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, հայ ամերիկյան օրագիրը։ Գնանք առաջ։ Ու դարձյալ երեկո է։ Մեզ ասում են, սա թավիշ է։ Որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները։ Հայրենիքը գենի մասն է, որ տվել է մեր Աստված։ Գիշերվա անդորը սա կյանք պաշտող, բայց և կյանքը արհամարող ժողովուրդ։ Եվ Կալիֆոռնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով։ Christmas բոլորին։ Այսպես պետք է լինի։ Իսկապես որ, հա։ Ահա։ Ոնց է մեկնարկել Սուրբ Ծննդյան օրը կաթոլիկ աշխարհում, այ կաթոլիկ դու կաթոլիկ, ես ինչ եք անում, ես ինչ եք անում։ Այո, դա ինչու է այդքան բաժանում տարբեր մասերի, ես չեմ հասկանում։ Ում են բաժանում տարբեր մասերի։ Դու կաթոլիկ, դու Կաթոլիկները սիրում էին բաժանել տարբեր մասերի ամեն ինչը, հետևում նաև մարգային մարմինները, չմոռանանք իրաց սիրած բաղբուկներ, դա։ Դե ինչ վիճակ է Լոս Անջելեսում Քրիսմաս առավոտ։ Պայծառ արև։ Պայծառ արև, հա, անձրևները վերջացան, Սուրբ օրով Աստված Արցախը գտավ։ վերջացավ, բայց չնայած պիտի այսօր ամբողջ օր անձրև գար ըստ տեսության, բայց չէ, շատ ընտիր արևոտ ունում ենք։ Անձրևը փոխարինվել է արևով, շատ ուրախ եմ, թող արևային լինի տրամադրությունը, թող ամեն ինչ լինի բարձր տրամադրության մեջ եւ նվերներ, փուչիկներ, ծաղիկներ։ Ամբողջ Facebook-ը շնորհավորանք է Աստված իմ նես տպավորությամբ, որ հայերը ավելի բուրըն Քրիսմաս են նշում, քան մեր հունվարի 6-ի Սուրբ Ծնունդը առաքելական եկեղեցում։ Դե ինչ անենք, շնորհավորենք մեր Իհարկե։ մեր հրաշք ռադիոլսողներին, ինչ մաղթել հայերին, ինչ մաղթել, դե առողջություն, բաներ, այդ ծեծված բաները, ինչ է պետք հային այսօր հավաքական, խաղաղություն։ Հային, ինչ է պետք հային, այսօրվա հարցն է։ Ինչ է պետք թող հայերը ասեն, մենք ինչ իմանանք։ Նախ ասենք, որ այսօր շատ քիչ ռադիոլսող ենք մենք ունենալու, հետո մարդիկ խմած քնած են։ Ով այ մա մեքենայի մեջ տունը առավոտյան Christmas Los Angeles ավտոյում մարդ չկա դուրսը, բայց մենք որպես նվիրյալներ մեր գործի մենք եթերում ենք, աշխատում ենք։ Եթե մեզ լսող կա FM-ով, Facebook-ով կան, FM-ով, եթե լսողներ կան, բարեկամներ, կերած խմածները ձերանուշ լինի, միած զանգեք, տեսնենք ինչեր եք փորձել։ 7477773444։ Ես երեք հիմար բան եմ արել։ Դե որտեղից որտեղ որոշեցի բոլորը շամպայն էին խմում, ես էլ որ խմեմ։ Այ այդ քավարցու անեկդոտը, որ ասում է, ինչ եք տանջում, շամպանսկի տվեք, թող սատկի, այդ վիճակում էի։ Թե դու ասա, որ օրվա գինի խմողն ես, այմա։ Հիմա շամպանսկի էր, թե գինի։ Փրփրում գինի։ Դե գինի է, էլի շամպանսկի էր, բայց ահա որ մի բան այ մարդ։ Ոնց են մարդիկ այդ խմում ես։ Երևի երկու բաժակ խմեցի, թե չէ, սենց մի հատ ապատյա, ոչենա ուզում ես քնես, ոչենա ուզում ես վեր կենաս։ Շշմացնում ա մի տեսակ, ես չգիտեմ, հա, հետնել բան, պաղպաղակ եւ խմորեղեններ։ Այդ որտեղ է գնացել այդ գլամուրնի բաները իրացնում։ Լավ, ինձ էլ սկզբից վայ, ասում եմ, ես ինչ բան այն, շամպանի մեջ էլ շոկոլադի կտորներ, այնց բարձանում, իջնում ա, մեկ բաժակ։ Համով ա, բանի պես խմում ա, ոնց որ 7 խմես։ Խաղցեր բամբակ են սովորաբար գցում շամպայնի մեջ։ Հա, այդ չեմ, հա։ Մի հատ լավ էկլեր էր, ու գիտես ինչ էինք անում, էկլերը մեջ պաղպաղակ էինք դնում, տենց։ Շատ լավ էր սկզբից։
Ասում են ինչու՞ է սուլիլը ժամ հետո այ մարդ ասի էս գործ չի, էսի Անտիրա դե դա լավ Christmas է կարել, լրիվ Christmas վիճակ էլի։ Լրիվ։ Առավոտ նման բան չէր եղել, բանը հեռախոսը զանգում է, զարթուցիչ չէ։ Չեմ կարող վերկացա։ Դժվարը մինչև շաուր հասնելն է, էլի, հետո արդեն դու ամեն ինչ գտնում ես տեղը։ Քիչ, այո։ Դե ինչ հարգելի բարեկամներ, Քրիսմասյան առավոտը Լոս Անջելեսում աշխատում ենք Ոչ աշխատանքային օրով, այո, քաղաքը դատարկ, մարդիկ հանգիստ, փողոցները ազատ, ընտիր։ 25-ի առավոտը միշտ այնց այդ առումով դրական է։ Այստեղ Ժաննա Վիրաբյանը ասում է հային պետք է միմյանց հարգել եւ ներել։ Այ։ Այսինքն որ ի սկզբանե մեղավոր ենք եւ պետք է ներել իրար։ Դե տարբերակ մենք հարցրեցինք, մարդիկ պատասխանեցին։ Շնորհակալ ենք ձեր տեսակետի համար։ Բարև ձեզ Montebello-ից Merry Christmas։ Խաչիկ Դեմիրճյանը, բարև ձեզ Խաչիկ ջան։ Ուրախ եմ որ միշտ հետևում եք Ամստերդամից ողջուներ Մելինա Մելիքյանը։ Մեզ Purple Heart է ուղարկել։ Purple Heart. Merry Christmas everyone. One of Ashwan անունով օգտատերը բանից ուրեմն ամսի 1-ից Կալիֆոռնիայում արգելվելու են բաները այդ պլաստիկից տոպրակները էլի մի անգամ էլ ձողիկները արգելեցին ինչերը ձողիկները հետ վերեց Թրամփը դա եմ ասում էլի այս տոպրակի պատմություն այդ ձողիկ մողիկ բերեք Գիտես ինչն է ինձ զարմացնում որ իհարկե բայց փայտի ու թղթի ձողիկներով փոխարինվեց չէ այդ Starbucks-ները եւ այլ մնացած բոլոր տեղերը բայց դրանք վերականգնվող մատերիալ չեն ավելի շատ ծառ ու թուփ ու ծաղիկ պիտի կտրեն որ այդ բաները սարքել իսկ այդ պոլիէթիլենային ձողիկները պլաստիկ վերամշակվող են պոլիէթիլենային այդ նյութերի բանը այնա խնդրեմը որ իրենք ինչ որ քանի 100 թե 1000 տարի չեն քայ ոնց կա այտենց մնում են որը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին այստեղ Հայաստանում էլ արեցին այդ տոպրակների պատմությունը չաշխատեց ու գիտես ինչն է վիրավորական որ էքսպերիմենտը չաշխատեց բայց գինը մնաց 50 դրամ է տոպրակը այո միշտ այդպես է 50 դրամ ինչ որ շատ թանկ է այստեղ որտեվ այդ որոշեցի որ սենց անենք էլ չեն առնի տնից բաներ գբերեն բայց չաշխատեց մեր մոտ էլ ինչ է 7 سنت 8 سنت չգիտեմ շատ քիչ մարդ է դրա վրա ուշադրություն դարձնում էլի հիմա դրա համար էլ ընդհանրապես արգելում են չես կարող ինչ ենք անելու չգիտեմ գոհունակությամբ պետք է հայտնեմ որ մեր եթերը շատ նենց դրական արձագանք գտավ եւ արդյունք ստացավ սուպերմարկետներից մեկի խնդրը լուծելու հարցում եթերում հիշում եք խոսում էինք որ այս մեն մոտի Երևանի գլխավոր սուպերմարկետներից մեկը parking է սարքել այդ խոսել ենք երևի մոտ ամիս ու կես առաջվա եթերի ընթացքում հիշացնում եմ եւ մարդիկ իրանց վատ սովորության համաձայն էլի պարկ էին անում հենց մուտքի մոտ արգելափակելով ամբողջ այդ բակը տեղանքը մարդիկ սայլակով մայրիկներ երեխեքին չեն կանում տա մի խոսով գժանուցա մի հատ լրիվ բացատրում էին գրում էր սլակներ են դրել անվճար parking բանը դիմացն է էլի ուղղակի նես չի որ աշխարհից են դանում չէ մենք մուտքի մոտ պիտի իջնենք անգնում էին խցկվելով ոչ կարող էիր բակ մտնել ոչ դուրս մի անգամ եթերում այդ թեմայի մասին որ խոսեցինք ասենք պիտի ինչ որ մեկին ժամանակավոր գոնե հայր անեն այդ անվտանգության աշխատակից որ այդ մարդկանց լարի բառացիորեն դա ուրիշ ձև հնարավոր չի կամ պիտի փոլիս կանգնի կամ պիտի ինչ որ անվտանգության աշխատակից այսօր աշխատանքի են ընդունել մի հարգարժան պարոնի ու մոտեցել եմ ողջունում ասում եմ նորեք ընդունել ասում հա ես մի շաբաթ մի քանի օր աշխատում ենք մի շաբաթ չկա ասում ես գիտեք որ մենք այս խնդրի մասին եթերում ենք բարձրաձայնը եւ ականջալուրը նեղեց այս գործը բերո այ ասում հա իդարքի իրականացնես մի խոսքով մեքենա չկար ազատ մարդիկ ելու մուտ են անում ու ես եզրակացության եկա որ անպայման պիտի ինչ որ մեկը նադզերացիլ է կոչվում անպայման ինչ որ մեկը վերադաս պիտի լինի թե չէ որ բացատրես գրես ման մեր ժողովուրդը չէ պիտի անպայման կպատժենք նոր չի անի այդ բանը առանց պատժ
Ստեղ գիտես ոնց են անում, վերցնում մեքենան տանում են մի անգամից։ Դե կարգին Հետո գնաս 3-400 $4 կվճարես մեքենատ, երկրորդ անգամ չես անում ապնել։ Կամ էսենց չէ բլոկ կա, չէ, բերում են ակիդ վրա են դնում, որ Էդի գիտես որ դեպքում են անում։ Դրանք այն մեքենաներն են, որ դու payment-ները չես վճարել։ Այսինքն բանից անցել է։ Այո, դա parking-ի համար չեն դնում, դա մեքենան արդեն կոնը չի, բայց իրենք տենց քշում են մինչև կբռնվեն, էլ հենց որ տեսնում են, գալիս դա դնում են, արդեն մինչև դատարանով բանով գալիս մեքենան տանում են։ Մի օր տենց գյուշը տեղ էին գնացել, հիմա կանգնեց իջնում ենք, ձեռքից չգիտեմ ինչ կար։ Թողնում է մեքենան, չէ, ասաց մեքենայի մեջ մի թող, ասում եմ ինչու, ասում կարող է ամեն վարկյան տանեն մեքենան, ասում։ Ինչ ժամանակ փողը չի տալիս, էլ այդ payment-ը չի բանամ, լիսը մեկին չգիտեմ։ Բարթա։ Merry Christmas from Pico Rivera. Pico Rivera. Վարդեվար Բախեչյան։ Pico Rivera-ն որ կողմն է։ Merry Christmas, ագիրից շնորհակալ եմ, որ գրել եք Happy Christmas Glendale-ից Աննա Ասլանյանը։ Ողջունում եմ սիրելիներ ջան, Սիրանուշ Ստեփանյանն է մեզ հետ։ Բարև ձեզ Սուրեն Դավիթ Իսմայելյանը, good morning and Merry Christmas։ Բրբանկն է ներկա նայրա օկտատերը AV։ Բարի լույս, բարիներ Վիտիեր քաղաքից Զաքարը Գասպարյան, ողջույններ Զապարոժիից։ Շնորհավոր տոնածառ Տերեզա Բուջարյան։ Շնորհավոր, ընկերներ, շնորհավոր բոլորին, լավ տարի ենք մաղթում, ամեն ինչ թող լինի, որ ասա բարի մարդկանց սրտի նման, ինչ փորձանքներից հեռու լինենք, ամեցող, առողջ, ինքնաբավ, էլ ինչա պետք։ Ներողամիտ երևի մի քիչ։ Մինչև նոր տարի դեռ մի շաբաթ կա, հա։ Մի շաբաթ կա, այո, մենք մինչև վերջին օրը աշխատում ենք, այսօր TV-ում փոքրիկ ժողով գումարեցինք, այսինքն 26-27-28 շաբաթ կիրակի, 29, 30, 31-ի համար էլ առանձին տեսագրությամբ մի խոսքով ֆուլի առանց որևէ դադարի հեռուստատեսության եւ ռադիոյի նվիրյալների բանն է, էլի էդի կառմանը մինչև վերջ։ Դե այո, entertainment business-ը էդ է, եթե դու զբաղեցնում ես մարդկանց, տոն ու բան չկա բնականաբար։ Մեզ էլ խոստացել են առաջին ձյունը 27-ին, վաղը չեմ իսօրը կտրուկ Հայաստանում ջերմաստիճանը նվազելու Երևանում առաջին անգամ մինուս արինելու ցերեկով, մինչև էս պլյուսային էր Ցելսիուսի եւ երեկոյան արդեն հուվար փետրվարը 2 ամիս ունեք, չէ՞։ Դե փետրվարը հաշիվ չի, Երևանում փետրվարը գարուն է, էլ ինչ։ Չնայած դեկտեմբերից էլ մենք չենք դժգոհում, ֆանտաստիկ եղանակ է ապրի դեկտեմբերը։ Լրիվ մեր սրտից էր ամեն ինչ կարգին։ Ինչ անենք, գանք մեր լրահոսին, Թրամփի շնորհավորանքը ներկայացնենք, թե ոնց։ Սակ։ Բայց իհարկե առանց Թրամփի ոնց կլինի։ Թրամփը բան արել այ մարդ, այդ մարիխուանայի համար հատուկ բան է ստորագրել։ Ուրեմն մի քիչ բարդ է այնտեղ էլի, ոչ թե լիգա, հիմա այսպես էր, ասենք քանի նահանգ, չգիտեմ, 10 քանի նահանգ թե ավել նահանգներ 50-ից մարիխուանան լեգալացված է, այսինքն անօրեն չի։ Բայց վաճառել չես կարող, օգտագործելը, cultivate աճեցնելը, բանը ոչ ոք քեզ բան չի կարող ասել Կալիֆոռնիայի օրենքով, բայց ֆեդերալ օրենքով դա դեռ համարվում է առաջի կարգի դրակ։ Այսինքն դրա համար քեզ FBI-ը կարող է ձերբակալել, ոստիկանությունը քեզ չի կարող ձերբակալել, որտեղ ոստիկանությունը կալի նահանգային է, իսկ նահանգի օրենքով եւ այստեղ հակասություն է ստացվում։ Եվ շատ հաճախ որ ձերբակալում են այդ մեծ բաներ ունեցողներին, դա անում են ֆեդերալ էջենտները։ Հիմա Թրամփը առաջինից երրորդ կարգի է սարքում դա, այսօր ստորագրեց այդ թուղթը, որը շատ ավելի թեթևացնում է ամեն ինչը, որը թույլ է տալիս, որ բժշկական հետազոտություններ ֆինանսավորվեն, դրա հետ կապված բժշկական բաների հետ եւ այլն, եւ մանավանդ այս աչքլուս հայ ժողովրդի շատ մարդիկ կան, շատ մենք բիզնեսմեններ ունենք, որ դրանով են զբաղվում, հիմա շատ ավելի հեշտ կլինի իրենց համար այդ գործը անել, ավելի անվտանգ կդառնա, ավելի օրենքները ավելի թուլացան, այսպես ասենք, այնպես որ ցնցում է Միացյալ Նահանգները, այսպես ասեմ։ Դե ցնցում է, չի ցնցում, հետևանքները դրա լավ չի լինելու ինձ թվում է ամեն դեպքում։ Ինչու՞։
Դե դրագ է էլի մեծ հաշվով։ Դե հիմա տես արդեն ոչ թե համարվում է երրորդ առաջի, այլ երրորդ կարգի է համարվում։ Դե տեսեք, էսի դեմոկրատ երկիր է։ Այդ հարցը դրեցին լեգալացնելու Կալիֆոռնիայում, Կալիֆոռնիայի ժողովուրդը ընտրեց եւ ասաց, որ մենք ուզում ենք, որ սա լեգալ լինի, բան չհամարվի։ Հիմա մեզ կպած Արիզոնան, որ կպած է նահանգը։ Եթե այնտեղ փողոցում մարիխուանա ծխես, կարող է մի քանի ամիս բանտ գնաս։ Այս կան մեծ տարբերություն կա էլի։ Բայց արդյոք բաներ չկա, ինչ որ մի բնագավառ, որտեղ որ ժողովրդի կարծիքը պետք է հարցնեն, այլ բացատրեն, բան ինչ որ չգիտեմ։ Որտեղ տենց լինի, հիմա կարող է վաղը մյուս օր քվեարկեն, որ ուրիշ բաներն էլ է շատ օքեյ եւ այ հենց այ դեմոկրատիայի բանը հենց սրա մեջ է կարում։ Այո, եթե ժողովուրդը ուզում է, բա օրենքը ու ոնց է լինում։ Օրենքը ժողովրդի կամքով է լինում։ Հիմա կամ քո ընտրած ում որ դու ընտրել ես օրենսդիր մարմին, այդ մարդիկ են բանանում, էլի փաստորեն ստացվում է քո կամքով։ Իհարկե ամեն ինչ չեն գալու հատ-հատ հարցնեն։ Բայց երբ որ նման հարցեր առաջանում, հիմա հանրաքվե ոնց որ հիմա տես բանն էլ Զելենսկին էլ հանրաքվե է դնում այդ հողերը հանձնելու չհանձնելու հարցը որ ժողովուրդը որոշի։ Այսինքն իր վրայից պատասխանատվություն ինչ որ իմաստով նաև հանվում, ասում է դե դուք որոշեք, ես չգիտեմ ինչ անեմ, նույնն էլ այստեղ է, ցանկացած հարց, եթե մեծամասնությունը համաձայն է, անցնում է այդ օրենքը, բայց այստեղ կա նաև ֆեդերալ բան, եթե երկու շահերը բախվում են, չեն համընկնում, այդ ժամանակ գնում են բան, Supreme Court, այդ 9 դատավորները կան, անձեռնմխելի մարդիկ են, որ իրանք են որոշում, երբ որ հակասություն է նահանգային եւ պետական օրենքների մեջ, թե որն է առաջիկ, այսինքն իրավունք ունի միջամտել ֆեդերալ կառավարությունը, թե իրավունք չունի։ Սա Տրամպի շնորհավորանքն եմ նայում, ասում եմ, շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը բոլորի, այդ թվում արմատական ձախակողմյան տականքների։ Այո։ Շատ լավ ագիր։ Ավատ էս Տրամպը, ես այսօր դոկումենտալ ֆիլմ եմ, ֆենոմենալ հաստատ։ Այսօր դոկումենտալ ֆիլմ եմ նայում։ Այ մարդ, մեծագույն բիզնեսմեն մարդ, որ ողջ կյանքը բիզնես է արել ու դեռ հորից, այսինքն ժառանգաբար է իրանց մոտ, էլի բիզնեսի մա։ Միթե քաղաքականությունը էս բիզնես չի։ Բիզնես այն իմաստով որ ծախում է իդեա, ծախում է բանակցության ընթացքում հիմա գործարանի կառուցապատման մասին ես խոսում, թե տնտեսության զարգացման, ըստ էության բանակցում ես։ Իրանից հաջողակ բանակցող կա։ Նախ ասեմ քեզ Ռաֆայել, ինքը եթե ուշադիր լինես, ինքը շատ մեծ անհաջողություններ էլ է ունեցել նաև։ Օրինակ այդ բանը կազինո ուներ, որը փակվեց բանում Atlantic City-ում, չեմ ոնց էր կոչվում, չգիտեմ, մեծ բաներ ուներ եւ քանի անգամ հայրը իրան փրկել է։ Եվ այստեղ ուրիշ բաներ էլ կա։ Այդ իր հիմնական փողը գա եկել է բաներից, այդ real estate առուվաճառքից, անշարժ գույքի առուվաճառքից եւ թե ինչ մախինացիաներ է արել, ինչեր է արել այդ հոր մասին է որ այնքան հետարքիր է, չէ՞ որ հայրը ուրեմն մեծ տղային էր ուզում կարծում որ իր գործը պետք է շարունակի, բայց չուզեց, սա մնաց Տրամփին։ Եվ այդ բանը որ ամեն գնով մենակ հաջողակ պետք է լինես, իր մոտ բանը հասելա, բանը աստիճանի շատ էլի։ Լոներա վերցրել, խափելով, բան անելով, որ իր բանը այսքան արժի, այն արժի, մի խոսքով շատ բան։ Եվ էլ չեմ ասում որ 5 անգամ բանկրապսի է հայտարարել, 5 անգամ։ Լավ բիզնեսմենը ու մի քիչ տարբեր են էլի։ Լավ բիզնեսմենը ինչու՞ պետք է 5 անգամ բանկրապսի հայտարարի։ Ամերիկացիներ, մենք այլևս չունենք բաց սահմաններ, տղամարդիկ, կանանց սպորտում, տրանսգենդեր, բոլորի համար կամ թույլ իրավապահ մարմիններ, մենք այդ ամենը այլևս չունենք, բայց մենք ունենք ռեկորդային ֆոնդային շուկա, տասնամյակների ընթացքում ամենացածր հանցագործության մակարդակ, գնաճ այլևս չկա, երեկվա դրությամբ հնան 4.3 աճ է գրանցել։ Այդ որ ասում է գնաճ չկա, չէ, բացարձակ սուտ է։ Ես շատ մեծ գնաճ կա։ Մտել է Ralphs մի երկու բան կար առնելու ավանդական, տան պարագաներ, եթե սուտ չասեմ, երևի մի երկու անգամ ավել էր, ինչ մի քանի ամիս առաջ։
դե բանրի տեսա, տարական ամեն օր որ առևտուր անում ես, ասենք այդ մանավանդ ուտելիքը բանը, էլի, աչքիդ առաջ այդ գները բարձրանում են։ Հավկիթ հետ ինչ գիներ դար, այդ հավը հետն էին այդ գնով առաջ տալի, հիմա լրիվ։ Ամեն դեպքում Աստված օրհնի Ամերիկան, ասում է Տրամպը, մաքսատուրքերը մեզ տվել են տրիլիոնավոր դոլարների աճ եւ բարգավաճում, ինչպես նաեւ ամենաուժեղ ազգային անվտանգությունը երբևէ, գրել է Դոնալդ Տրամպը շնորհավորական իր ուղերձում։ Այս մաքսատուրքերի հարցն էլ է բավականին լուրջ։ Անկամ այն ամենափոքր բաների վրա զգում ես մաքսատուրքը կա։ Առաջ հայփոստով, ասենք նույն իմ գիրքը որ օրդեր են անում, առաջ ուղակի տանում էի հայփոստով ուղարկում էր գալիս է Glendale-ջան, հիմա գիրքը գնահատվում է ավտոմատ եւ դուրք ես վճարում։ Սիմվոլիկ, ասենք 300 դրամ, 250 դրամ, բայց մաքսային է դրած արդեն վերջ։ Դե հա, դա միլիոններով բազմապատկի տես ինչ անում։ Հա, իհարկե, այսինքն հա, արդեն աշխատում է։ Անցյալ օր ասեց, չէ, ասեց բառարանում իմ ամենասիրած բառը մաքսատուրքն է, ասեց։ Լավ էլի։ Այդ որ ասում ես բիզնես եւ կառավարում, չէ՞, ինքը դրա շատ լավ օրինակն է եւ Իրանից հետո էլ ես կարծում եմ մասնագետները տարիներով այդ կուսումնասիրեն, թե ինչ է նշանակում բիզնես լոգիկան, բիզնես սկզբունքները բերել քաղաքականություն։ Ինչքանով դա արդարացավ, ինչքանով էր հաջող, ինչքանով էր անհաջող, իհարկե ժամանակի ընթացքում կերևա, բայց ինքը դրա ջատագովն է։ Ինքը փաստորեն տենց չի ասում, բայց այդպես է որ բիզնեսի պես է վերաբերվում քաղաքականությանը։ Մինչև տեսնենք ոնց կլինի։ Լավ բան է եղել միած շատ հաճելի։ Ապա ուրեմն կառավարության որոշմամբ այսօր Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը պաշտոնապես անվանակոչվեց Հովհաննես Չեքիջյանի անունով։ Այսպիսով Հովհաննես Չեքիջյանի անունով է կոչվելու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը, նրա խմբերքը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներում։ Հովհաննես Չեքիջյանը նաև հրաշալի կոմպոզիտոր է, ունի գրված եզակի վոկալ սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են օրինակ Գարնանային անուրջները եւ Հանդիսավոր ձոնը։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը նպատակ ունի արժևորելու անվանի մայստրոյի վաստակը երգչախմբի կայացման եւ հայ երգչախմբային արվեստը Հայաստանի սահմաններից դուրս տարածման գործում։ Ես միանում եմ ու ուրախ եմ, որ 97 տարեկան հասակում մարդուն կենդանության օրոք այդ պատվին են արժանացնում, մարդ վայելի եւ իրան լավ զգա։ Ուրեմն լավ հիշում եմ ուսանող ժամանակներս գնացել էի համերգին, ինքներ դիրիժորը ինքներ, համերգից հետո մոտեցա մայստրո, շնորհ եւ այլն, դու ինչ ես անում, ասի ռեժիսորական եմ սովորում, բան, ասեց ձեր գործը լավ, ասեց մի անգամ որ բեմադրեցիք, արդեն կարող եք հանգիստ բան անել, իսկ մերը ասեց ամեն անգամ մեր բեմադրածը նորից ասեց պիտի բան անենք, դիրիժորի բանի համար էլի։ Եվ իմ կողմից էլ ավելացնեմ, այս մարդը որ ամբողջ կյանքում ստեղծագործեց բարձր մակարդակով, ոչ քաղաքականությանը խառնվեց, ոչ ավելորդ մի բան ասեց, ոչ ինչ որ ինտրիգներ սարքեց այդ երաժշտական աշխարհում, որ գիտեմ ինչ ահավոր բաներ այնտեղ կատարում։ Ազնիվ մաքուր ապրեց իր կյանքը իր մասնագիտությամբ։ Բրավո, այո։ Այո, իրապես էս։ Միայն հարգանքի արժանի անձնավորություն։ Մի օր ավելորդ բան չասեց, մի օր այսքան տարիների ընթացքում։ Դարբեջ չխոսեց էլ մեծ հաշ, ոչ թե ավելորդ բան չասեց։ Զբաղվում է, չէ՞ դե մարդկա կարող խոսա։ Հեշտ է չխոսել, երկիչ, դերասան, ինչեր են խոսում, ինչ են, ասես մի րոպե, եղբայր, ալի դու ստեղծի, արարի, զբաղվի քո գործով, հա, մեկնաբանություններն են բայիկ։ Ֆոլկներն ով էր ասում, կարևոր չի ով ասում, 2 տարի է պետք խոսել սովորելու համար ու շատ երկար տարիներ լռելու համար, էլ շատ լավ։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հիմնվում է գյուղ, նոր գյուղ։ Նման բան դեռ չէր եղել, հիմա դա հենց այնպես չի, որ հիմնվում է, պատճառահետևանքային կապ կա։ Սահմանամերձ է։ Ոչ։ Փախստականների հետ կապ չունի, նոր տունուտեղի հետ կապ չունի, անօթևանների հետ կապ չունի։ Փաշինյանը այսօր հայտարարել է պաշտոնապես, որ Շիրակի մարզի Կապսի ջրամբարը կառուցվելու է եւ Կապսի ջրամբարը կառուցվելու է համանուն գյուղի տարածքում եւ գյուղը պիտի
տեղ համը, որտեղ գյուղի լոկացիան, տեղակայումը ցածրադիր է։ Մի խոսքով այդ գյուղի տարածքում պիտի հիմնեն ջրամբարը եւ գյուղը պետք է տարհանեն։ Ներքին ձայնս ինձ ասում են դիմություն էսա գնալու այդ գյուղ ասելու, ահա Թուրքին են տալի, չհանձնեք ձեր տունը, չտակ, բան, ասենց կրքեր ա լինելու էս, հա, բայց ապրենք տեսնենք։ Մենք ապսի ջրամբար կունենանք, գյուղը կտեղահանվի։ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ տվյալ դեպքում եւս մրցութային ընթացակարգերն իրականացնելու են միջազգային գործընկերների հետ միասին։ Փաշինյանը վստահեցրեց, որ ծրագրի իրագործման ուղղությամբ կառավարությունը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը։ Իդեպ հսկայական ջրամբար են կառուցելու։ Տեսնենք։ Տես այստեղ բան կա, հիմա Փաստորեն պիտի ես այդպես ենթադրում եմ, որ նոր տներ սարքեն այդ մարդկանց նոր հանեն, չի ասեն եկեք ստեղ ապրեք, ոչ թե ասեն ելեք։ Դե կարողա ջուրը սկսեն բաց թողել Հայաստանը, չես կարող, ասես կարողա ջուրը սկսեն։ Ջուրը առաջ լցնեն, հետո ասեն ամեն ինչ հնարավոր, հա։ Այ մոռացել էինք, դու շուտ արեք, ջուրը եկավ։ Հա, բայց տեսնենք ոնց կդասավորվի, դե առաջի անգամը չի, չէ՞, այդպես շատ դեպքեր ա եղել, որ հենց գյուղի տարածքում այդ գյուղերը ոնց են այդպես հարմար տեղանքներում ջրի համար չես հասկանում։ Չինական մի ասացված կա, ասում է բանը ոնց որ բախերը ընդեղ ա, որտեղ որ ջրերը իջնում են, էլի, որտեղ բրինձի վրա չէ իրանց սաղ բանը, որ այդ ջրերը որ իջնում են, այնտեղ արդեն բրինձ կաճի։ Այդ նույն ինստիտուտման նույն բանով տրամաբանությամբ էլ այդ հայկական գյուղերն է, պիտի ջուրը գա, որ ջուր չեղավ, էլ ոչինչ չես կարող։ Ես գիտեմ, որ Երևանյան լճի տեղում էլ ա գյուղ եղել։ Դուք ավելի լավ երևի կիմանաք։ Ես չգիտեմ, բայց բնակ գյուղեր թե ինչ էր, բայց բնակչություն կար այնտեղ, այո։ Երևանյան լճի բարեկամներ, Երևանյան լճի տեղում եւ ասում էին, որ ջուրը ժամանակին հիմա չէ, բայց ժամանակին որ ջուրը ինչ պատճառներով մի քիչ դատարկում էին բան, որոշ բաներ էր դուրս գալի, չգիտեմ։ Հիմա Ամերիկայի դեսպանատունն է զավթել ամբողջ տարածքը, ընդ ավելորդ բաներ չկա։ Լավ։ Զավթել։ Դե, հա, ես որ փոքր էի տարիքով երեխեքով բան որ խոսում էինք, ասում էին ջրի տակ բաներ ա դրած, զենքեր բաներ կա իբր դրած, ամերիկան սենց բան։ Ու գիտես ի՞նչն է այդ արքիր, Բաղրամյանի վրա էր թե Ամերիկայի դեսպանատունը եւ թե Չինաստանի շատ մոտ էին իրար։ Հիմա Ամերիկան դա վաղուց գնաց Իսակովի պողոտա, Երևանյան լճի ափին, Չինաստանի դեսպանատունը տարան շատ մոտ իրար։ Ընդ ինչ որ մի competition կա, ինչ որ մրցակցություն կա, ինչ կա, չգիտեմ, բայց գրեթե իրար շատ մոտիկ են, հսկայական փշալարերով, ասենք որ Գուանտանամոյա հիշացնում էլի իր արտաքինով այդ ալեհավաքներ են դրած, Սպուտնիկային շատ հետարքիր է այդ տեսարանը։ Հիշում ես երեք բենզինից էին խոսում ադրբեջանական։ Այո։ Ուրեմն Հայաստանում վաճառվող ադրբեջանական բենզինի վաճառքը նախորդ 2 օրերի ընթացքում քառապատկվել է։ Քառապատկվել է, այսինքն 4 անգամ ավել է։ Այսինքն եթե 500 դրամ է, 530 դրամ է բենզինը։ Հիմա 430-440 է։ 400 ասում են 520-ի փոխարեն վաճառում է 430 դրամ։ Հա, բա էական է։ Հիմա ես գիտեմ, գրել են այս հարցակվեցին, կոտրեցին այս բանի գազալցակայանը, բենզալցակայանը, վնասներ եղավ Վանաձորում հարցակվեցին, բան լոբինգ ա գնում։ Արել են Ադրբեջանի դրոշտ են կպցրել այդ բաների վրա։ Մի խոսքով sense ակցիա գնում, չգիտեմ, բարոյական պահ կա էլի, բայց եկեք ընդունենք, որ մի տեսակ գնում ես, ոնց որ այդ փողը գնում է միանգամից Ադրբեջան ես մուծում, բայց ես նույն ձևով, ասում եմ, ով որ վատ ազգում իրան, նույն ձևով դուք ձեր տուն ամեն օր թուրքական վարունգ լոլիկ վարունգ եք ուտում, թուրքական հագուստ եք կրում, գնում եք Անտալյաները հանգստանում եք, ձեր տան այդ ինչի անունը շերտավարակույրը էլ էս որ կա այս բաները։ Աբոյները, զանավեսկեքն էլ, ամեն ինչը, շինը, նյութերը, բանը, ամենը թուրքական է։ Գնում ես խան սոսին ձեզ առնում, թուրքու բույրու, դες բաներ ավեր են գրած։ Բույրու։ Բաղրամոյշի։ Վերջա դրա համար այդ ձևերի տունը շոժան, եկեք թարգեք էլի, թարգեք։ Գիտեք ինչն է, այս առևտրի
Բայց այնքան հետարքի բան կա, էլի սկզբունքներ կան։ Հիմա նայեք, այստեղ կա բարոյական հարց, այստեղ կա ֆինանսական հարց, տարբեր հարցեր կան։ Հիմա նախ քաջ այն մարդը, որ բերում է այդ Ադրբեջանից, ասում դες որտեղ լավ համարձակություն։ Մեկը անունները հրապարակեցին, մեկը փոխկապակցված է Խաչատուր Սուքասյանի ընտանիքի հետ, մյուսն էլ էս որ բերում է մեծ խմբականակ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Նա։ Երկրորդը հիմա տեսեք բերեցին հիմա ժողովուրդն էլ քանի որ դեմոկրատական երկիր է, ազատ երկիր է, իրավունք ունի իր դժգոհությունը արտահայտել օրենքի սահմաններում իհարկե։ Հիմա ժամանակը շատ հստակ ձևով ցույց կա։ Եթե վաճառվեց, էլի կբեր, եթե չվաճառվեց, էլ չեն բերի եւ այս խնդիրը կվերջանա։ Արդեն ապացուցված է, որ վաճառվում է, արդեն փաստ է, որ լավ է վաճառվում է։ Իրանք բիզնեսմեն են, դե հասկանան որ դի սովորականից էժան են, թե չէ ոչ ոք չեն գնի։ Հիմա ասենց 1-2 կմոռանան էլ մի ժամանակ հետո թե որտեղից է գալիս բենզինը, կլստեք կվերջանա կգնա։ Նա իդեպ Ամերիկայում շոակաթի լսեցի շոակաթը որ փակել են։ Դե վաղուց որոշեցին, ուղղակի հունվարի 1-ից արդեն դրեցին բանը, այդ վաղուց այդ ժողովին գնում գալիս ենք այս հերոստատեսները։ Այդ արքիրա ես չգիտեի որ այդ ուրեմն պետական փողերով են այդ շոակաթը։ Այդտեղ շատ խափուսիկ մի հատ պահ կա, որ ընդդիմությունը ուրիշ ձև է ներկայացնում, այդ նույն թատրոնների պահը եղավ, էլի։ Ինքը ոչ թե փակում է, այլ ասում է ես էլ չեմ ֆինանսավորելու։ Այո, եթե դու հիմա նայեք, մենք մեդիա ենք, չէ՞, Նոր Հայաստան հերոստանգություն, մենք մեդիա։ Թո մի կոպեկ մեզ օգնեն, վատ մեդիա ենք, հակապետական մեդիա ենք, բայց այն օգնում է։ Այսինքն իմաստը որն է, համ գովազդ է վաճառում, կամ ինչ որ դե զբաղվում է համ պետությունը իրան դոտացիա է տալի։ Եղբայր ես անարդար եմ։ Պետությանը բանա ցեխն համբացնում հանում ամեն օր էլի։ Մոնիտորինգ արեցին արդարության համար, ասեմ, մոնիտորինգ արեցին, եթերում չի եղել, ասենք օրինակ, չգիտեմ, հակաբան կաթողիկոսը խոսարդատային եթեր, բան չէ, այդ մոնիտորինգ արել է հանձնաժողովը, չեն հայտնաբերել, դեպի կարող է տողատակերում ինչ որ բան, բայց ուղիղ, ասենք, TV5-ի պես չի, էլի, որ Դավաճանն իշխանությունը հանձնում է երկար տենց վիճակ չի, բայց ֆինանսավորումը, հիմա ասենք նույն, քանի որ ասացինք, ասենք TV5-ը, որ Քոչյանի ալիքն այդ բոլորը գիտեն, իրանք են ընդունում, որ այտենց է, ինչի չեն կարա փակեն եւ չեն քայլեր ձեռնարկում, որովհետեւ ինքը անկախ է, պետության կողմից ոչ ֆինանսավորում, ոչ բան, փող ունեք, աշխատում եք, ստացվում է, գովազդ եք վաճառում, ձեր գործն է, հա, ոնց որ ասած արեք, բայց այս պարագայում շատ անարդար է, ու ես անգամ էդ էլ պիտի ասեմ, որովհետեւ ինֆորմացիան բաց է, ես զարմանում եմ, որ Առավոտից իրիկուն իշխանությանը քննադատած ալիքը, այս նույն TV5-ը եւ մնացած ալիքները, ովքեր ակնհայտ քննադատում են, պետության կողմից նույն քաղաքապետարանի կողմից գումար են ստանում իրանց ռոլիկները պատտելու համար։ Մեզ մի կոպեկ չեն տվել։ Քաղաքապետարանի ռոլիկները որ կա, լուսավորության հետ կապված, տոնածառի հետ կապված, ինչ որ անում է։ Մեզ Բայց մենք պատտել ենք այդ ռոլիկները։ Մենք պատտել ենք այդ ռոլիկները ավելի քան Բայց չենք պատտել, հա, բայց չեն տալիս։ Հենց այդ է։ Մի քիչ բան կա, ասենց եթերում չգիտեմ ինչքան է բաց ասել, մեզ պատասխանում են հետեւյալ կերպ, որ դուք sense դնում եք։ Նո։ Այսինքն դա ինչ արդարացում է, որովհետեւ եթե մի լավ բան եք անում, մենք ուզում ենք ցույց տալ, որ լավ բան եք անում, վատ բան եք անում, նույնիսկ վատը խոսում ենք, բայց երբ որ վատը ասում ենք չեք տալի, հասկանալի է, բայց որ լավը ասում ենք, լավի դեպքում ինչի չեք, ոնց որ դուք եք ձեր շնորհակալությունը հայտնեք, այսինքն անարդար է, էլի շատ էս։ Պարագայում դրա համար լավ չի։ Արդարություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է։ Չէ, մեդիան ընդհանրապես կարծում Հայաստանի պես երկրում տասնյակ ալիքներ չպիտի լինեն, որովհետև շուկան այնքան փոքր է, որ հնարավոր չի։ Ոնց չես արկելի Ռաֆայել, ինչ ասես, այսքանից ավել չեն կարող բան անել։ Չէ, դրա համար է օլիգարխների քաղաքական դեմքերի ձեռնը ողջորը պետության դեմ են։ Որ մի ալիքն է երբ որ մրցակցությունը վերանում է, այսինքն իրանք փող ունեն, այս բան չեն։ Հա, իրանք կարող են թեորապես հավերժել լինել, փողը գալիս է անում են։ Էլի ես ազատության կողմնակից եմ։ Պարզ բան է, այսքան տարվա մեջ խոսում են, կարծում բոլորները կասկած չունեն, որ մենք ազատության կողմնակից ենք, բայց եթե հարցը տենց է դրված, ուրեմն պետությունը պետք է հարցնի, բա քո ֆինանսավորումը որտեղից է։ Եթե քեզ ֆինանսավորում է քաղաքական ակտիվ գործունեության զբաղ, այդ քարոզարշավը արդեն։ Իսկ այդ քարոզարշավը պետք է հակասի այն ընտրական օրենսգրքին եւ մնացած այն հարցերին։ Դրա համար մենք ասում ենք ցույց ենք տալի, մենք որտեղից է, չէ՞։ Եթե մենք բանը որակը չապահովենք,
մենք չենք ունենա գործընկերներ չունեցավ, մենք միջոց չենք ունենա, ու կփակվես ամեն ինչը։ Դե հա, այդ եմ ասում։ Իսկ իրանց մոտ այդպես չի, հասկանում ես։ Դրա համար իրանց համար որակը, նայեց ինչ է, էական չի, հա։ Իրանք այդ քո ասած ռոպագանդայի բանն են, որ այս փողար պիտի ասես, այս ինչ բանը։ Ուրեմն մեզ մոտ եկան աշխատանքի, անունը չեմ ասի, ռադիոյում էլ համագործակցեցինք, մի քանի հոգի եկան, անդիմադի շատ լուրջ տեղից էին եկել, այնտեղ կարճատումներ եղավ, չգիտեմ ինչ եղավ, եկան մի խոսքով մեր մոտ։ Հարցնում եմ, էլի ասում այնտեղ վերջը եք աշխատել։ Այդ ինչ է, այդ ոնց է, որը տենց է, դուք բացի այն որ ձեր մասնագիտությանն եք դավաճանում, ձեր մի խոսքով ձեր ամբողջ սովորածը դավաճանում եք, ասում եմ մենք այնտեղ տրեյնինգներ ենք անցնում, որ ցանկացած նյութ, որ մեր հեռուստադիտողները նայում են, ցանկացած նյութ սկսում է դրականով ու անպայման պիտի ավարտվի բացասական, անգամ եթե դրական բան է եղել, պիտի նեգատիվ բանով ավարտվի, որովհետև մեդիայի մարդիկ բոլորն է գիտեն, հիշվում է վերջի ֆրազան, վերջի դրվագը։ Դրա համար եթե անգամ կառավարությունը, Փաշինյան, ով որ այսա, մի լավ բան էլ եթե արել է, այդ մեդիայում այդ լավը ասում են, որ չասես, վայ չասեցին, բայց այդ նյութը ավարտվում է բացասական նախադասությամբ։ Ու մարդկանց մոտ արդեն այդ ագիտացիան է, որ մեր ժողովուրդը 24 ժամ դրանց դեմը նստած է TV-ների։ Այսա։ Լվանում են էլի ուղեղները։ Գովազդ։ Այո, մեր հարգելի գործընկերներին ասենք թենքյուներ, որ մեզ հետ են հարգելի բարեկամներ, մեր ապավենը, մեր հենարանը, մեր գործընկերները։ Հեռու չգնաք, վերադառնանք եւ ամփոփենք հաղորդումը։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու R-Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ ողջույն, Merry Christmas բոլորին, լավ լինեք, առողջ եւ երջանիկ, հաղորդման վերջին րոպեներն են, հիշեցնենք այսօր նաեւ AM/PM հաղորդումը կա, երաժշտական Վիկտորինան իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքային օր չէ, շատերը մեքենաներում չեն, տանն են կամ հանգստի վայրում, իհարկե զանգերի վրա է հիմնված հաղորդումը ինչքան ակտիվ կլինի, փորձենք, բայց ամեն դեպքում եթերը կկայանա։ Ինչ ունենք լրահոսում Դերենիկ, շարունակություն որպես, այստեղ որոշ դրվագներ հանել եմ երթևեկության Այստեղ մի հարցի հետարքիր, ես մտածում եմ, էլի, արդյոք մենք Այդպես բան ենք Ադրբեջանից ներմուծում ենք բան դավթ ենք ներմուծում։ Մենք ինչ որ բան կարող ենք բան անել, արտահանել Ադրբեջան։ Լրագրողների այդ հարցը պատասխանի ժամանակ Փաշինյանը այս դրա մասին է խոսում, ասում է, սա միակոմանի չի լինելու, հույս ունեմ մենք էլ մի բան կա, բայց չմանրամասնես թե ինչ։ Հիմա այստեղ բանն է ասում, էկոնոմիկայի նախարար Պապոյանը նշել է, որ ուրեմն ասում է Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան գյուղատնտեսական ապրանքներ առանց ճշտելու կոնկրետ ինչեր, ալյումինի փայլատի թեղ, ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն եւ ձկնամթերք։ Այմարդ, ես զարմանում եմ, մենք չունենք մի հատ Սևան ունենք ափից չափ։ Այդ ինչքան մենք ձկնամթերքը բացարձակ այս պարագայում կապ չունի, որ գաք Երևան, կանցնենք այս Արարատյան, հա, որ աճեցնում են կիլոմետրերով բանը ու կապվում է իբր նախկին վարչապետի հետ, չգիտեմ, չեմ ստուգել, բայց իբր Իրանն է, մենք աշխատող ունենք մեզ մոտ հեռուստատեսությունում, ասում է ամառը ջրերը, որ պիտի գյուղացիներին տան այգիները բաները ջրելու համար ամբողջը իր նպատակներին է ծառայում։ Չգիտեմ։ Այդ ցիտում եմ գործընկերոջս, որքանով է ճիշտ, ապատեղեկատվության աղբյուր չեմ ուզում դառնալ, բայց տենց եմ պատմում։ Էտա։ Տեսնենք։ Ուր կհասնի, եւ քանի որ չարագ գիտես ինչի նման է, եթե վերմակդ կարճ է, վերև ես հանում ոտքերդ ամրսում, ներքև ես տանում, վանն ամրսում, էլի, ջրի պատմությունը այդպես է, միտեղ որ Հայ, դենե իդեպ ուշացումով է գալի ձերում, հիմա լսում եք նորմալ, մեկ, հա, համեմատականն է զավեշ տալի, չէ, դեղ բենզին են բերում, որ ինչ կարևոր բան է, մենք ասում է գյուղատնտեսական ապրանք կարանք տանենք, ինչ քլում լապատկա բան, հա, տենց բաներ երևի, իսկ ավակի պամիդոր վարունգ, բայց թե ամբողջ աշխարհը, սա Ռուսաստանը եւ այլն
ադրբեջանական գյուղմթերքի պակաս չի զգում։ Արդյոք մենք ենք Թուրքիայից վարող պամիդոր բերում, պիտի տանենք Ադրբեջան լոլիկ վարող ծիրան։ Չգիտեմ, այս առևտուրը նենց մի բան է, որ մեկ-մեկ զարմանալի բաներ ա տեղում, չես կարողանում հասկանալ ոնց եղավ, այսինքն այստեղ մեր գործընկերներից մեկը խոսում ենք, ասում է ասենք դա ցեմենտ մեմենտ տանենք, ասում են չի մերն է, որ տանենք, էլի ռուսների հետ պիտի բանավիճենք, բանակցենք, ու պարզվում անգամ այս երկաթուղու հարցը, որ բերել են, դա ռուսական երկաթուղին է։ Մեր երկաթուղին մերը չի, աստվածի մենք երբեմն չենք մտածում, մենք ինչ վիճակի մեջ ենք։ Այն երկաթուղին, որ եկել է, Ադրբեջանը ռուսների հետ է բանակցել, որ կթողեք երկաթուղին օգտագործեք, որ Հայաստան տանենք բենզին։ Աստվածի։ Լրիվ տվեցին ռուսներին բոլոր երկաթուղիները Հայաստանի։ Դե հետո էլ որ ասում են, տեսեք ինչ կախվածություններ մենք ունենք Ռուսաստանից, եւ էլ թաքնված բաներ էլ կա, որ չգիտենք մենք, Չէ, ո՞նց ոնց կարա մար երկաթուղին 100%-ով տա ռուս։ Ես չեմ հասկանում։ Էլի այստեղ հարցը ռուսը չի, անգամ եթե ֆրանսիացուն տաս, պորտուգալացուն տաս, քո երկրի թիվ 1 ամբողջ պատերազմները մինչև այս դարի պատերազմը ստրատեգիական նշանակություն ունեն երկաթուղին։ Առաջինը երկաթգիծն էին գրավում։ Հա, որտեվ քո կապն է։ Հա, զարմանում եմ ես ուղղակի, ապշելու բան է, ոնց է այդպես եղել, բայց դե ընդհանրապես չի եղել, էլի հայրենական պետական քաղաքականություն, որ մտածեն մեր հայրենիքի մասին զուտ, բան ա եղել է տենց առևտուր, առավտավեց եւ ու հոգներ Հայաստանը մի օր երկաթգիծ ա պետք գտնելու բան, չէ։ Ոչ էլ կարողանում են նայել, ոչ էլ կարողանում են վերանորոգել, ատոմակայանը ռուսական է, երկաթգիծը ռուսական է, լիքը գազը ռուսական է, նավթը ռուսական է։ Դե ինչ հեկով, հեցով, ջեկով, բաղամձամ օլիբդեն, ոսկու հանքը, այսպես կոչված, որ չգիտեմ, մեր մոտ մնաց, չմնաց այդ սոտքի հանքախարը։ Հայտնի նախկինները, որոնք այսօր անցնում են քրեական գործերով, բանակին հասանելիք բենզինն ու դիզ վառելիքը յուրացնում էին ու միլիոններ դիզում։ Ինչ տարբերություն ներմուծված ադրբեջանական բենզինի հետ կապված։ Ինչի ոչ մեկ չի հիշում այդ մասին, թե ինչ վնասներ են եղել բանակին, էլ չասեք, թե պատերազմի օրերին որքան անհրաժեշտ էր այդ ամենը։ Ռոբերտ Գյունաշյանն է գրում։ Պարոն Գյունաշյան, լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Այո։ Ընդդիմությունը թող ընդդիմությանը թող արտահանեն Ադրբեջանը։ Վատ գաղափար չի։ Գալիկյանը։ Բարի լույս սիրելիներս, Merry Christmas Ռուսիդայից Այդա Վարդանյանը, բարև ձեզ։ Լավ, չարագործ վարորդի մի պատմություն, մի արկած, որը ուրախ եմ, որ բացահայտվեց։ Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որ այս Երևանյան 15 հարկանի խցանումների մեջ մի սպիտակ Volkswagen-ի վարորդ դուրս ագալի հանդիպակաց ու խայտարակ արագությամբ սլանում է, բարեբախտաբար չի մխրճում դիմացից եկող մեքենայի մեջ, ոստիկանները այդ ընթացքում, իդեպ անվտանգության տեսախցիկները չեն ֆիքսել, այդ ընթացքում այդ թրաֆիկի մեջ կանգնած վարորդներից մեկը նկարել է և տվել է պատկան մարմիններին։ Հիմա սա ոմանքը հայհոյենք ասեն գործ տվողա, այսպիսի մարդկանց պիտի բռնեն և պատժեն, գտել են, պատժել են, մեծ տուգանել են, վարորդականի վրա բան են դրել և այլն և այլն։ Ընկերներ, սա գործ տալ չի, այս մեր մտածողությունը պիտի փոխենք, որովհետև այդ վարորդը կարող էր գնալ խփեր տաքսի մի հատ, որտեղ ձեր մայրն է, որտեղ ձեր երեխան է, որտեղ դուք եք, որտեղ այդ մարդասպանի բան է դառնում դա։ Սա ինչ որ շարքային բան չի, համատարած է այս հանդիպակաց դուրս գալը։ Դրա համար այս առումով ուրախ եմ։ Օրինակ հիմա տեսեք, բանում չէ, ասենք Միացյալ Նահանգներում ինչպես ամենտեղ բան կա, արագության արգելք կա, որ այսքանից արագ չես կարող մեքենա վարել։ Այդ իհարկե կախված է փողոցից եւ բանից, հա։ Ինչի համար է դա։ Որտեվ արագությունը մեծանալուց խնդիրները մեծանում են, մեծ բաներ են, պատահարներ են լինում, մարդիկ են զոհվում եւ այլն, դրա համար սահման են դրել։ Հիմա քեզ դրա համար կտան տիկետ կտան, այսինքն կտուգանեն։ Բայց եթե 100-ից ավել ես քշում մայլ ժամում արագությամբ, քեզ ձերբակալում որպես հանցագործ են տանում արդեն, որպես պոտենցիալ մարդասպան։
100-ը արդեն ահավոր բան է։ Դե բոլորս գիտենք Էյնշտեյնի օրենքով, որ արագության ժամանակ մասսան քառակուսի է բարձրանում, ինչքան արագ, այդքան մահացու է դառնում այդ ամեն ինչը։ Եվ մարդիկ որոշ բաց էլի, իհարկե, այստեղ էլ կան։ Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ Եվրոպայում ինչ-որ տենց ճանապարհներ կան, որտեղ բացարձակ արգել չկա, ինչ արագությամբ ուզում ես քշի։ Մեզ մոտ նման բան չկա։ Բարի օր Բրյուսելից, Եվրոպա ասեցիք, Հագան Բրյուսելից է, ջերմ բարևներ Փարիզից, Կարինե Մարգարյանը, բարև ձեզ ընկերներ, ողջույն։ Իսկ ահա Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին ձերբակալել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը, անունը դեռ չեն բարձրաձայնում։ Վերջինս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, այս պահին 2 ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս 2 անձի նկատմամբ կաշառք ստանալու եւ վերցնելու մեղադրանքով։ Դա չի վերջանում, այս կաշառքի թեման մեր մոտ չի վերջանում։ Ուրեմն մի անգամ տարիներ առաջ էր ընկերոջս նավով ձուկ բռնելու են գնացել, այստեղ բանում, մեկ էլ այման օվկիանոսի մեջտեղում ձուկ ենք բռնում ես համար, մեկ էլ բանը եկավ այդ հսկիչը։ Պոլիսը։ Բանն է, հա։ Բան արեց, խցեցինք, բարձացավ նավ, ասեց լայսենսները ձեր, հա, ձկնորսության, իրավունք պետք է ունենաս, վճարում ես, ստանում ես, էլի, հա։ Ցույց տվեցինք, բան տղաներից մեկը չուներ, ասեց բան եմ գրելու ձեզ, տուգանք եմ գրելու, տիկետը, մեկ էլ ես ընկերս ասում է, լավ էլի ասում է, ինչ գրելու ասում է, արի այդ ինչ է տուգանքը քեզ տամ, ես հարցը վերջացնենք։ Հա, մեկ էլ ասեց եթե հենց հիմա ներողություն չխնդրես, չասես որ կատակ ես անում, ասեց ես քեզ կաշառք տալու փորձի համար, ասեց կձերբակալեմ։ Օ, ասեց իհարկե կատակ եմ անում, ասեց այդ ուրիշ բան է։ Բայց ոնց է համարձակվել է, նոր եկած էր։ Դե բան տենց էլի, հա, հայավարի էլի, հա դե տամ քեզ բրծնենք էլի, ասեց կատակում ես, ասեց կատակում ես։ Պատկերացնում ես մի օր հանկարծ ինչ-որ մի հրաշքով Հայաստանում լինի այս ձևաչափը, էլի որ։ Ռաֆայել, այսքան ապրել եմ 30 քանի տարի Ամերիկայում։ Ես չեմ լսել անգամ մեկը թեկուզ գլուխ գովալու կամ բանի համար ասի ես պոլիսին այստեղ կաշառք եմ տվել։ Չեմ լսել ուղղակի, որտեվ կծից աղան վրա, որտեվ գիտեմ որ հնարավոր չի։ Մեկ դեպք ես նման չեմ լսել։ Եթե մեկի հետ նման բան ա եղել, թող զանգի ինձ ասի։ Չկա, չեն վերցնում եւ վերջ։ Ինչքան էլ դժվար է պատկերացնելը, հա։ Գերմանիայում են որոշ մայրուղիների վրա, այո, չկա արագության չափ, անսահմանափակ է, Հագան է ասում։ Շնորհակալ ենք հարգելիներս, իդեպ Զոյան էլ ոնց հասկանում են Գերմանիայից է, տիկին Զոյան, այո, Գերմանիայում ավտո սահմանափակում չկա արագության վրա։ Ոչ թե Գերմանիայում չկա, այլ որոշ ճանապարհներ կան, որ չկա, ոչ թե ամեն տեղ, չէ, քաղաքի մեջ բան։ Կաշառքի համար, որ 15 տարի տան, էլ չեն վերցնի։ Արոն է գրում։ Դե թող տան հարկելիս, իրոք, այդ կաշառքը կեղեքել է մեր երկիրը ներսից։ Ամբողջ աշխարհն է կեղեքել։ Հա, Ռաֆայել, ամբողջ աշխարհը տարբեր ձևեր կան կաշառքի ու բանի, որ ասում է ոսկին հռոմի դարպասներն էլ գբացի, չէ, այդտեղից արդեն բաներ, որ մարդկության Մյուս կողմից որ տեսա լավ բան է կա հիշեցնում, Հռոմի դարպասները կբացվի։ Եթե մի բան հազարավոր տարիներ եղել է, արդյոք դա հնարավոր է արմատախիլ անել։ Իհարկե հնարավոր է, Ռաֆայել։ Այսինքն արմատախիլ կարող է չլինի, բայց ինչքան պակասի, այնքան հասարակությունը ավելի բան կլինի։ Իմ կարծիքով, անգամ Ամերիկայում այդ կոռուպցիա կոչվածը ինչ որ ձևաչափով կա, բայց այնքան վերևներն է իմ կարծիքով, որ այս մանր մեր միջին վիճակագրական մարդու մակարդակով դա չի արտահայտվում։ Կարող է այն վերևները կա, որ մենք չենք լսել, ինչ որ միլիարդների ինչ որ բաներ, հա։ Իսկ որ մեզ մոտ մտնում ես պոլիկլինիկա կամ գնում ես դպրոց կամ այս կենցաղային մակարդակով կոռուպցիա է, այդ արդեն լրիվ ուրիշ պատմություն է դա։ Հա, իհարկե, այս վերջերս բան ինչ բռնել, կոնգրեսմենին բռնեցին, չէ՞, կիննել հայ կաշառք վերցնելու բան։ Մենենդեսը։ Կոնգրեսական։ Այմար, էլ քեզ ինչ հա պետք, ամեն դրանից բարձր պաշտոն Ամերիկայում էլ չկա, ամեն ինչը տեղը, փողը, պաշտոնը,
Չէ, կաշառք է վերցնում, հա։ Եվ կինը հայ էր, բերուցի հայ էր, այդ արաբական եգիպտների հետ բան կաշառք էր վերցնում, որ ինչ որ իրանց համար ինչ որ բաներ հաջողացնեն, էլի քաղաքական բանի վրա։ Հա, բռնեցին ինքն էլ կինն էլ։ Մի հատ սևամորթ բան կոնգրեսական էլ մի քանի տարի առաջ բանից ուրեմն սարսարանից բան էին հանել այդ քաշփողը բաներով դրած այդ ճպճանա։ Անում են մարդիկ չեն դիմանում։ Վերջերս այդ Եվրոմիության արտաքին գործերի նախարարին չէ՞ էլի բռնեցին կաշառակերության համար կնոջը։ Բաքվի համար էլ էս վերջերս բռնեցին Գերմանիայի Բունդեսթագից, որ ադրբեջանական լոբինգի համար գումարներ էր վերցնում բաներ անում։ Այո։ Եկեք լավատեսությամբ ավարտենք մեր զրույցը։ Էնրիկե Իգլեսիասը 4-րդ անգամ հայր է դառնալու։ Հայտարարեցին արդեն Քրիսմասի օրով։ Ապրեք։ Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան եւ իսպանացի աշխարհարչակ փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը 4-րդ անգամ ծնողներ են դառնալու։ Օգոստոսին հոլա բարբերականը հայտնել էր, որ զույգը սպասում է 4-րդ երեխային, իսկ հիմա արդեն շշուկներ էին դրանք, իսկ հիմա արդեն նրանք էլ Instagram-յան իրենց էջում գրեցին. Իմ արև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ինձ ասաց, որ ես էլի հայր եմ դառնալու, իմ արևը։ Նույն հրապարակման մեջ արդեն նրանք հայտնեցին, որ Մայամի Կուրնիկովան համարվում էր ամենասեքսի թենիսիստուհին։ Դե Շարապովան էլ ոչ պակաս։ Շարապովան բան ունի մի տեսակ վանող բան կամ ինչ սառնություն ունի մի տեսակ սենց բան եմ լինում։ Այս բանը Բելարուս աղջիկը ոնց է ազգանունը, որ հիմա համարում եք ռակետն արդեն մի քանի տարի է։ Այ շատ հետաքրքիր բան ունի, պերսոնալիթի ունի։ Դե ինչ, հետաքրքիր պերսոնալիթիով ավարտենք մեր զրույցը, ես մի փոքր նաև շունչ քաշեմ պատրաստվեմ մյուս հաղորդման, ձեզ ասենք լավ հանգստյան օրեր, հանդիպելու ենք այո, այո, ստեսություն սիրելիներ, կհանդիպենք երկու շաբթի, լավ եղեք դուք էլ, առայժմ